3-ից 4 երեխայի կյանք փրկելու առիթ եմ ունեցել նամակով, երբ մաման պատրաստվում էր դիմել հղիության արհեստական ընդհատման։ Մարդիկ լուծում փնտրելու փոխարեն այդ պատմությունները պատմում են քեզ։ Ես ոչ ոքին չեմ ասում փախեք, ամուսնալուծվեք։ Քո եւ Գորի հարաբերություններում եղել է այդպիսի կետ, որ դու մտածես այդ բաժանության կամ դադարի մասին։ Չէ, չենք ունեցել։ Թեկուզ առաջի տարիներին դժվարաբան մենք չենք ունեցել դա։ Ունեցել եմ մի ծանոթ, որին շատ ապահով ապրում էր տենց ընտանիքում, բայց շատ վատ, հա, այդ ծեծի մեջ, բռնության մեջ։ Եղավ շրջան, երբ ասեցի, որ արի կօգնենք, կաշխատես։ Մարդը ընտրեց, որ ես չեմ կարող, բայց այդպես դուրս եկար հանրային հեռուստաընկերությունից։ Ինչու՞։ Առանց որևէ սկանդալների, առանց ինչ-որ պատմությունների, շատ անակնկալ մոտեցա ղեկավարից ու ասացի, որ ուզում աշխատանքից դուրս գալ եւ անգամ այդ ինչու հարցին ես էլ չգիտեի ինչ պատասխանել։ Երբ մայրիկների ակումբից նոր էիր տեղափոխվել լրատվական դաշտ, այդ թերահավատությունը կար, չէին ընկալում ինչպես կարելի է մի ժանրից տեղափոխվել մեկ այլ ժանր։ Եզակի հաղորդավարներից եմ Հայաստանում, որը հակառակը պայքարել է, որ իր տեքստերը ինքը գրի եւ խմբագրի։ Դա լրագրողները կհասկանան։ Ով այսօր երեխա է ունենում, դառնում է մամա բլոգեր։ Մեզ արդյոք պետք են այդքան շատ չլիցենզավորված էքսպերտներ։ Ինչու ոչ։ Մեր երեխա ունենալը էգոիզմ է։ Երեխա չունենալն է երևի էգոիզմ։ Մենք տեսնում ենք երբեմն ծնողական այդ մանիպուլյացիաները, այսպեսի մի հայտնի արտահայտությամբ, որ կյանքս քեզ համար գրավ եմ դրել։ Ինձ համար դա անընդունելի է, որովհետև դու երբ ինձ լույս աշխարհ ես բերել, չես հարցրել, չէ։ Այստեղ է այդ էգոիզմի դրսևորումը։ Դու մտավախություն չունես, որ ինքդ կարող ես այդպիսի ծնող լինել։ Երբեք։ Ողջույն, դուք դիտում եք Breakpoint-ը եւ մեր այսօրվա հյուրն է հաղորդավարուհի, ինֆլուենսեր Մերի Ներսիսյանը։ Մերի, ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Դուք։ Լավ, մերսի շատ։ Ամեն ինչ հասցրել ես այսօր Instagram-ին քո հետևելով, միշտ այդ տպավորությունն է, որ անկախ նրանից ինչքան խիտ գրաֆիկ է, շատ երեխաներ, շատ աշխատանք, բայց միևնույն է ամեն ինչ հասցնում ես։ Փորձում եմ։ Ամեն ինչ չեմ հասցնում, բայց սիրում եմ սահմանել առաջնահերթություններ եւ սկսել կարևորից, այն սկզբի հատվածը հասցնում եմ, մնացածը չեմ նեղվում, որ չեմ հասցնում։ Ընտիր։ Առաջարկում եմ մեր զրույցը սկսենք հետաքրքիր ծիծաղաշարժ ինչ-որ պատմություններ լսելով քո մասին, քո իսկ մտերիմ ընկերների, գուցե ամուսնու միջոցով։ Ում զանգենք։ Եկեք ընկերներին չանհանգստացնենք, զանգենք ամուսնուն։ Գնացինք։ Հիմա քեզ հարց կտանք, ինչ-որ տենց ասենք իմ հետ կապված ինչ-որ ֆան տենց բան հիշես, որ ոչ եթերային չլինի։ Ինչ-որ բան տենց կպատմես։ Տամ քեզ։ Okay։ Գորջան, բարև ձեզ։ Ողջույն։ Մենք Մերի հետ հարցազրույցի ենք եւ ուզում ենք լսել զավեշտալի հետաքրքիր ծիծաղաշարժ պատմություններ համատեղ ձեր կյանքից, ճամփորդություններից, որ քչերը գիտեն։ Լավ, իսկ ինքը արդեն հասցրել է պատմի, որ կարա ասենք երկու դռների արանքում կորի օրինակ։ Չէ, այդ ոնց։ Դե օրինակ 10 օր մնանու հյուրանոցում, բայց տենց էլ չի մեր դուրը որ։ Հա, այդ նկատի ունեք, միշտ չփոթվեք եւ ուրիշ դուր մտնեք։ Ճանապարհը, դուրը, վերելակը։ Ու տենց։ Հասկացա։ Բայց դա զավեշտալի դեպք չի դա մեջ։ Հա, այդ ինչ որ բնավորության գիծ է կամ Որը վերածվում է միշտ զավեշտի։ հա, փաստորեն հաճախ մերին կարող է մոռանալ ինչ որ չկողմնորոշվել, հա, կամ այդպես։ Այդ միշտ ու իմ սարսափը պատկերացրեք, երբ որ Փարիզում ես որպես կարելի է տենց ասել ջենտլմեն ճանապարհ եմ իջում ինձանից առաջ գնացող մարդուն, ով ինչ որ երաժշտական գործիք էր ծանր տանում եւ ես մի քայլ հետ ընկա, որ ինքը ինձանից առաջ մտնի, իսկ Մերին ու Էվան արդեն մտել էին մետրոյի գնացք ու ես զիջում եմ եւ դռները փակվում են։ Պատկերացնում եմ ինչ վախենալու է այդ պահին։ Այդ պահին արդեն Էվան չի աչքից գալի, այլ Մերին։ Որ խառնվել է իրար, հա։ Կողմնորոշվել չունի, հիմա ինչ էմոցիաներ պիտի ապրի, երբ որ մնացել է գնացքում ու ես տարածքում չեմ։ Մի խոսքով, բայց լավ էր, արագ կողմնորոշվեցինք, հասկացանք իրանք, որ կայարանում պիտի իջնեն, պայմանավորվեցինք, որ սպասում են ինձ, ես գնացի հասա ու ամեն ինչ տալեր։
Շնորհակալ ենք շատ Գոր, արդեն մերի հետ կշարունակենք մեր զրույցը։ Հրաշալի, ձեզ հաճելի զրույց։ Մերսի։ Զրույցը սկսենք հենց քո Instagram-յան հարթակից, բարձրաձայնում ես ծնողավարման վատ օրինակների կամ ընտանեկան անառողջ հարաբերությունների մասին։ Այդ բոլոր վատ պատմությունները, որոնք վստահաբար շատերը նաև քեզ պատմում են, գրում են մարդիկ, այդքան շատ են, որովհետև մենք երբեմն նայում ենք մեր այդ Instagram-յան բարի դրական շրջանակի մեջ եւ մեզ թվում է, որ այդ վատ պատմությունները միշտ ինչ-որ շատ հեռավոր փոքրիկ գյուղերում պիտի որ լինեն։ Գիտես, իրականում ես չգիտեմ, եթե փորձենք էլի տոկոսներով ներկայացնենք, շատ քիչ տոկոսն է, որ պատմում եմ իմ ստացած նամակներից եւ իրական պատմություններից, որովհետեւ գիտես, դրանք շատ անձնական են մի տեսակ եւ ոչ թե կոնկրետ պատմություն ներկայացնենք, բայց ես ամեն օր ստանում եմ տասնյակ պատմություններ, որոնցից սարսափում եմ, որոնք քո ասացի պես կարդում ասեմ, լավ, էս իրական, հետո բացում եմ բաց էջով էջով է մարդը գրել կամ պատմություններ, որոնք այո, fake, կոպիտ ասած, ոչ իրենց նկարով աննով, բայց դրանց մեծ մասը նաև բաց պրոֆիլներով են ինձ գրում, բայց ես չեմ զարմանում, ցավոք սրտի չեմ զարմանում, որովհետև 20 տարուց ավելի է այս թեմաների մեջ եմ նաև հեռուստատեսության մեջ եւ նաև մեր հասարակական կազմակերպությամբ մենք առիթ ենք ունեցել շրջելու Հայաստանի մարզերում եւ խոսելու այս խնդիրների մասին կանանց, երեխաներ, ընտանիք եւ մենք այնպիսի բաներ ենք տեսել եւ լսել, մի խոսքով այս ամեն ինչից հետո շատ չենք զարմանում, ցավոք սրտի։ Իսկ ցավալի չէ, որ մարդիկ լուծում փնտրելու փոխարեն այդ պատմությունները պատմում են քեզ։ Եվ դու չգիտես ինչ անես այդ պատմությունների հետ։ Շատ դժվար է այդ պատմություններին արձագանքել, որովհետև ես հոգեբան չեմ եւ իրավունք չունեմ, նաև մասնագիտական խորհուրդներ տալ ու հաճախ այդպես ասում եմ, բայց երբեմն այնպիսի ես օրինակ նաև չեմ խուսափում սրա մասին խոստովանել, որ հատկապես երբ մայրիկների ակումբն էի անում, էլի այդ շրջանում շատ նամակներ էի ստանում, ես 3-ից 4 երեխայի կյանք փրկելու առիթ եմ ունեցել նամակով, երբ մաման պատրաստում էր դիմել հղիության արհեստական ընդհատման եւ մենք օրեր եւ ժամեր այդպես ընկերական զրույցների արդյունքում հետո ամիսներ հետո ստացա լուրը, որ հղիությունը մի քանի տենց դեպքեր եմ ունեցել, այդ 4-5-ը նույնիսկ անունով եմ հիշում, այդ պատմությունն եմ բոլոր մանրամասներով հիշում ու ցավալին էր, որ դրանցից 2-ը սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում պետքա լիներ, որտեղ ամուսինը ուղղակի չէր ուզում, որ աղջիկ ծնվեր այդ ընտանիքում ու դրանցից մեկը երկրորդ երեխան էր աղջիկ։ Մի աղջիկ կար, երկրորդ, այսինքն չորրորդը չէր, չգիտեմ, դե ոչ մի ձև չի արդարացում, բայց մի խոսքով սա այս պատմությունները շատ լավ հիշում եմ։ Եղել է, որ ինքնասպանության շեմին կանգնած մարդու դեռահասներն են հիմա, օրինակ մինչև այսքան դեռահասներից նամակներ չէի ստացել, հիմա անասելի շատ եմ դեռահասներից նամակներ ստանում ու իրենց հավասար տառապում եմ, լացում եմ, ուզում եմ գտնեմ իրանց ծնողներին հանդիպեմ, բայց հասկանում եմ, որ չի կարելի մտնել այդքան պատմության մեջ, էմոցիոնալ ինձ էլ է դժվար։ Ես նաև փորձում եմ խորհուրդ չտալ, այլ ուղղակի զրուցել մարդու հետ, պատճառներ, իսկ ես փորձել ես այն որոշողը, նույնիսկ ծայրահեղ դեպքերում միշտ մարդն է եւ ես իրավունք չունեմ, եթե չենք խոսում ծայրահեղ դեպքերի մասին, ազդել այդ մարդու ընտրության վրա, դա իր ընտրությունն է, իր ընտանիքն է, ես ոչ ոքին չեմ ասում փախեք, ամուսնալուծվեք, եթե նորից եմ ասում ծայրահեղ եղել են դեպքեր, որ ասել եմ փախեք ու ամուսնվեք, դա ծայրահեղ դեպքերի մասին, այլ առաջարկում նստել, խոսել, դիմել հոգեբանին։ Շատ քննարկվում էր այն հարցը, որ ով այսօր երեխա է ունենում, դառնում է մամա բլոգեր։ Դու համամիտ ես, մեզ արդյոք պետք են այդքան շատ չլիցենզավորված էքսպերտներ, որոնք հենց երեխա են ունենում, սկսում են խորհուրդներ տալ դիմացի մայրիկին, ով դեռ գուցե մայրիկ էլ չէ։ Ինչու ոչ։ Այսօր ով ինչ անում է խորհուրդ է տալիս, on-line կուրսեր են վաճառում, ինչի՞ չխոսել մամայությունից, եթե չենք վնասում, եթե չենք մտնում հոգեբանության դաշտ, եթե չենք մտնում ու չենք դառնում բժիշկ առանց կրթության։ Ես ծայրահեղ դրանց եմ վերաբերում, բայց երբ մաման պատմում է, որ ինքը ոնց է այդ մամայությունը, ինչ դժվարությունների է բախվում, ինչ մարտահրավերներ, այսօր նայում ես թե ինչ ցածրորակ ու ինչ վատ հումոր կա, այն
տարբեր սոցիալական թեմաներից մասին, ովքեր են խոսում, ինչ են անում, այդ ֆոնին մամա բլոգերները ինչ են անում, որ ես գոնե չեմ հանդիպել, եթե հանդիպեմ, չգիտեմ, միգուցե նաև անտարբեր չլինեմ եւ շատ նորմալ առանձին նամակով գրեմ, որ մարդ ով չունի բժշկական կրթություն, բայց ասենք օրինակ վարում է, տենց սովորացնում է, մտնում է առողջապահական դաշտ։ Ես նման մամա բլոգերների չեմ հանդիպել, որոնք տենց ծայրահեղ ինչ որ խորհուրդներ են տալիս, փորձեր են անում։ Եվ դրական եւ բացասական իմաստով մենք հաճախ չենք դրամատիզացնում ծնող լինելը, կամ անքուն գիշերները երեխայի լացը շատ դրական իմաստով ընկալում, կամ հակառակը դա դարձնում ահավոր բարդ մի բան։ Նայեք, շատ անհատական է ամեն ինչ եւ այդ բարդության միջով մաման միևնույն է անցնելու է։ Իմ սկզբունքն ու համոզմունքն է նա, որ ծնողավարման մասին, մասնավորապես մեր երկրում, որտեղ մենք ունենք ծնելիության խնդիր, պիտի փորձել դրականով խոսել։ Ես օրինակ շատ թեթև ծննդաբերություններ, հղիություններ եմ ունեցել, ես էլ չեմ քնել գիշերները, բայց դրանից երբեք տրագեդիա չեմ դարձրել իմ կյանքը, չեմ խոսում, հա, որ դրա մասին խոսել եմ։ Եղել են այդ անքուն գիշերից հետո, երբ երեխայիդ մի քանի ամսական գրկում ես, հոտոտում ես, այդ երջանկության չափաբաժինը այնքան մեծ է, որ նա մոռանում ես։ Է նորմալ է, հիմա կարելի է մի քան մեր մամաներն էլ չեն քնել, բայց դրանից այտենց ծանր տրագեդիա սարքել ու պատմել, որ չէ, երեխեք ունենալուց առաջ մի հատ ավել մտածեք, արդյոք դա ձեզ պետք է, մի կին, որը երկմտում է, իր վրա կարող ենք ազդել։ Հա, պիտի խոսել, որ դժվար է, որ այո, երեխան չի քնում, ինչ անել, ինչով օգնել, ավելի կառուցողական, բայց դնել եւ երևույթի մասին, նույն ընտանիքի մասին, նույնը շուտ ամուսնանալու մասին, այսօր այդ, չգիտեմ, ես մի քիչ ծայրահեղ եմ վերաբերվում այդ բացասական բաներին, բայց ես կարծում եմ, որ լավ երևույթների, դրական երևույթների մասին պիտի հենց այդպես խոսել։ Մեր երեխա ունենալը էգոիզմ է։ Էգոիզմ։ Երեխա ունենալը, երեխա չունենալն է երևի էգոիզմ։ Երեխա ունենալ ինչու է էգոիզմ։ Որովհետև այն նույն մայրիկները, ովքեր որ բացասական կերպով են այդ ամեն ինչը նկարագրում, հաճախ քննադատում են նաև այն, որ երբ մի երեխա ունենում ենք, մեզնից պահանջում են երկրորդը, երկրորդից հետո երրորդը, դե երեխան մենակ չմնա, դե այսինքն այդ խորհուրդները շատ բացասաբար են ընկալում եւ ասում են դա դու քեզ համար ես իրականում այդ երեխային ունենում, այսինքն դու չես կարող մտածել այդ երեխայի մասին եւ դրա համար ունենալ օրինակ երկրորդ երեխա։ Ես ասում եմ, նորից եմ ուզում կրկնել, ծայրահեղ մոտեցումները տանել չեմ կարողանում։ Իմ համար երեխա ունենալը ուղղակի որովհետև ինձ սովորացրել են 3 տարեկանից, որ աղջիկը պիտի երեխային գրկի, տիկնիկին գրկի, սիրի այդ մամայությունը, սա է մյուսի համար, նա է, այսինքն տարբեր բաներից կարելի է խոսել, հա, ով ինչի է երեխա ունենում, բայց դա բնության օրենքն է։ Ես չգիտեմ, չեմ կարող նորմալ վերաբերվել, երբ մենք փորձում ենք բնության օրինաչափություններին դեմ դուրս գնալ։ Լավ, չես ուզում երեխա ունենալ, դա քո ընտրությունն է, քո իրավունքը։ Այո, ես էլ իմ էջում բազմաթիվ հոլովակներ ունեմ, որտեղ խնդրում եմ հասարակությանը մի պարտադրեք այդ երիտասարդներին ամուսնացի, մի այդքան անդադար բերեք առաջին պլան այդ հարցը, մտեք քիթներդ խոթեք նրանց կյանք։ Ինքդ հաճախ խոսում ես այն մասին, որ փորձում ես քեզ նեղություն չտալ շատ երեխաների համար, հանուն երեխաների։ Զուգահեռ իրականությունում մենք տեսնում ենք երբեմն ծնողական այդ մանիպուլյացիաները, այսպիսի մի հայտնի արտահայտությամբ, որ կյանքս քեզ համար գրավ եմ դրել։ Այստեղ այդ վտանգավոր էլի միտումը չկա, որ պարտադրել երեխայի վարքագիծը ցույց տալով, որ մենք հանուն նրա մեզ զոհել ենք։ Դա իմ ամենաչսիրելի արտահայտությունն է եւ ես ուղղակի սարսափել եմ միշտ դրանից, երբ իսկ դա համատարած երևույթ է, հատկապես իմ ծնողների, հա, այդ սերնդի ծնողների կողմից, որ իրանք միշտ ընկալել են, որ երեխա ունենալը, երեխա մեծացնելը այդ զոհաբերություն է եղել ու իդեպ դա շատ օբյեկտիվ պատճառներ ունի։ Եկեք տեսնենք, թե մեր ծնողները իրենց երիտասարդությունը, իրենց ծնողավարումը որ թվականներին են, հա, ունեցել այդ 90-ականներ, մութ սուր տարիներ, պատերազմ, զրկանքներ եւ իրոք դա մաքարման փուլ է եղել ու շատերը այդ հանուն լիքը բաների փորձել են մեծացնել եւ միգուցե դրա պատճառով է որ անընդհատ այդ հա ես սա արեցի քեզ համար, նա չարեցի քեզ համար, բայց ինձ համար դա անընդունելի է, որովհետեւ դու
երբ ինձ լույս աշխարհես բերել, չես հարցրել, չէ։ Այստեղ է այդ էգոիզմի դրսևորումը, որովհետև դու քեզ համար ես ունեցել, քեզ համար ես այդ զողողություններին գնացել։ Եվ իրականում, գնացել։ եթե մենք շատ մի քիչ ավելի լուրջ նայենք երևույթին, որևէ ծնող երբեք որևէ չեմ խոսում, հա, այն շատ օբյեկտիվ իրավիճակների մասին, երբ կա անվտանգության խնդիր, կենցաղի, կյանքի, բայց շատ հաճախ ծնողներ ուղղակի մանիպուլացնում են, այսինքն իրենք սա չեն արել, նա չեն արել եւ ամենահեշտ տարբերակը ո՞րն է։ Երեխային բան դարձնելը, պատճառ, որտեվ հեշտ է այդպես, նա թույլ օղակ է, հա քո համար ես աշխատանքից դուրս եկա, բայց ես մի քիչ խորանում ես ուսումնասիրես, հասկանում ես երեխայի համար դուրս չեկա, որովհետև իրան այդ պահին ավելի այդպես կոմֆորտ էր, քո համար չբաժանվեցի եւ ամբողջ կյանքս չէ, որովհետև դու բավականաչափ ուժեղ չէիր, օրինակ, որ կարողանայիր ամուսնա լուծվել, իսկ հիմա հեշտ է ինչ անել, երեխային մեղադրել, որ արդեն հասուն մարդ է եւ ամբողջ կյանքում այդ պարանոցից թելը գցած իրեն քաշել դրանով, բայց դու մտավախություն չունես, որ ինքդ կարող ես այդպիսի ծնող լինել։ Երբեք, որովհետև ես այդ թեման շատ կարևորում եմ, շատ գիտակցում եմ, նաև ոչ միայն խոսելու եւ նախադասությունների մակարդակով, եւ նաև այդպիսի մոտեցում ունեմ։ Ես դրա համար երբեք հանուն իմ երեխայի լուրջ զրկանքների ինձ չեմ ենթարկում։ Հա, օրինակ, երեխաս ծնվեց, չէ, ես պետք է աշխատանքից դուրս կամ հաճելի չէ կլիներ առավոտից գիշեր երեխայի կողք օրինակ լինելը եւ ոչ թե X ժամանակով։ Բայց ես երբեք, հետո որտեվ գիտեի իրան մեղադրելու եմ, շատ նորմալ է։ Դրա համար ես այդ չարեցի հանուն իրա։ Ես ապրում եմ այնպես, որ բոլորիս հարմարավետ լինի եւ շատ կարեւոր տեղ եմ տալի նաեւ ինձ հարմար, որտեվ երբ ես երջանիկ եմ, ինքնաբավ եմ, հանգիստ եմ, շահում է իմ երեխաները եւ իմ ընտանիքը։ Գալով արդեն մի փոքր աշխատանքային դաշտ, վերջերս դուրս եկար հանրային հեռուստաընկերությունից։ Ինչու՞։ Ինչու՞։ Ես շատ ուրախ եմ, որ առանց որևէ սկանդալների, առանց ինչ-որ պատմությունների, շատ անակնկալ, բոլորի համար անակնկալ մի օր ուղղակի զարթնեցի։ Այդտենց մոտեցա ղեկավարիս ու ասացի, որ ուզում եմ աշխատանքից դուրս գալ եւ անգամ այդ ինչու հարցին ես էլ չգիտեի ինչ պատասխանել։ Որովհետև ես աշխատանքը միշտ շատ սիրել եմ եւ հատկապես հանրային հեռուստաընկերությունը, որտեղ կարիերայիս ամենաերկար տարիներն եմ նվիրել այդ կառույցին, ու միշտ են որ ասում են երկրորդ տուն, հա, ես այդ զգացողությունը ունեցել եմ այնտեղ կոմֆորտ, հաճելի եւ ամենակարևորը դա վերջի աշխատավայրը, որտեղ դու ինչ-որ բան տալիս ես եւ կրկնակին պիտի վերցնես։ Ես տեսակով այդ անդադար սովորող, մոտիվացվող, այդ չվախենանք այդ մրցակցությունը, այդ ռիթմը, դրայվը, որտեղ դու, բայց հենց նկատում ես, որ այս կարևոր կոմպոնենտները բացակայում են, հա, միգուցե նաև որովհետև տվյալ հաղորդման մեջ դու ունեիր ստանալու 3-4 տարի, ստացար, հետո հենց բան չկա ստանալու, մարդիկ այդպես սիրում են կոմֆորտ զոնայում երկար աշխատել, շատ հավես է, ինձ ոչ ոք ձեռք չի տա, իմ վրա չեմ բարկանում, քննադատություն չկա, բոլորը գոհ են, ես էլ տենց արմատներս խրել եմ, հավես է, շարունակում ենք։ Ես տեսակով այդպիսի մարդ եմ, որը սիրում է այդ կայունություն, ես ստացել եմ ծնողներիցս այն մեսիջները, որ պիտի մշտական աշխատանք ունենալ հստակ օր աշխատավարձով, այդ ստաբիլությունը, բայց հետո մի օր հասկանում ես, որ բա դու ինչ ես սովորում, ինչ ես ստանում, օրինակ քանի տարի է նոր բան չես ստացել, նոր մարտահրավերի չես բախվել, հետո հասկանում ես, թե ինչքան շատ պոտենցիալ դու ունես, որը չի օգտագործվում, հա, օրինակ, եւ այդպես տենց տարբեր բաներ գալիս են, կպնում են եւ շատ սիրուն հասունանում է որոշմանդ պահը։ Խոսենք նաեւ քո ու Գոռի հարաբերություններից, միշտ ասում ես, որ չեք վիճում։ Այդ ոնց։ Չգիտեմ ճիշտն ասած, այդ իմ շնորհն է, չվախենամ սրա մասին խոսել, որովհետև ես կոմպլեքսներ ունեմ, ես արդեն եկել եմ այդ բանին, որ դա ինչ որ երևի կոմպլեքսներից է, մանկության միգուցե փոքրիկ տրավմաներից, որ ես վիճել չեմ սիրում, հա, այդ սկանդալ։ Ես հիշում եմ փոքր ժամանակ, երբ բակում վեճ էր, կռիվ էր, ես ականջներս փակում էի ու փախնում, այսինքն անընդհատ մինչև մեծ տարիքում, հիմա ես վերջերս այնպես մեծ վիճաբանության ականատես չեմ եղել, բայց դեռ դպրոցական տարիներին ուսանելու, հիշում եմ, երբ նոր էին ընդունվել Երկիր մեդիա, այդպիսի մեծ սկանդալ եղավ եւ ես
քաշվեցի մի կողմ, ուղղակի հոնգուր լաց էի լինում, իմ հետ որևէ կապ չուներ, այսինքն ես շատ ծանր եմ տանում այդ վեճը, կռիվը, եւ երևի դա է պատճառը, որ փորձում եմ հնարավոր բոլոր ձևերում դա կանխել։ Այդ պահին կանխում եմ, բայց եթե կա բուն նյութ, որի շուրջ պետք է խոսել, զրուցել, հետո դա կազմակերպում են, բայց այդ վեճը դրա համար երևի դրա համար չի ծագում։ Մերի, այսօր երբ այդքան շատ են բաժանությունները, երբ մարդիկ ամեն մի պատճառից որոշում են չհարմարվել, զուգահեռ իրականությունում դու գրում ես, որ գոռը հաճախ մոռանում է քեզ ծաղիկներ նվիրել կամ տան ծորակը վերանորոգել, բայց կարևորը, որ ինքը ապահովում է այդ խաղաղ մթնոլորտը միասին ապրելու։ Այ ինչի՞ց է դա ժամանակների ու սերունդների տարբերությունն է, որ այսօր թույլ չեն տալիս եւ ստիպում են մարդուն չհարմարվել։ Ես իսկապես ընդունում եմ, որ հիմա ամուսնալուծությունները շատ են, որովհետև փոխվել են մարդիկ, փոխվել է սերունդը։ Ինչ են մեզ սովորեցրել, ինչ մեսիջներով են մեզ մեծացրել, հա, այդ ամուսնալուծությունը, ինչպես մեր ծնողների ժամանակներում, դա վատ պիտակ էր ամուսնալուծված լինելը։ Դա ճակատագրական որոշում է, շատ ծայրահեղ քայլ էր։ Հա, հետո աստիճանաբար սկսեց ընկալումները փոխվել։ Հիմա էլ շարունակվում է, այնպես չի, տենց լրիվ փոխվել են ժամանակները, չէ, նորից եմ ասում, մենք մենակ Երևանով չենք սահմանափակվում, Հայաստանը ունի մարզեր, քաղաքներ եւ գյուղեր, որտեղ կարծրատիպերը շատ ավելի ամուր են։ Հիմա երիտասարդները այլ ընկալումներ ունեն, իրենք շատ ավելի կենտրոնացած են իրենց վրա, իրենց խաղաղության, իրենց կոմֆորտի եւ շատ հաճախ, երբ իրենց ուղակի հարմար չէ այդ հարաբերություններում, իրենք դուրս են գալիս այդ հարաբերություններից եւ ես ընդհանրապես չեմ կարող ասել դա լավ է թե վատ, ես ընդունում եմ, որ ընտանիքը ստեղծվում է, որ ընտանիքի ներսի մարդիկ լինեն երջանիկ։ Մասնավորապես, եթե այնտեղ կան երեխաները պետք է մեծանան առողջ մթնոլորտում։ Եվ ես նաև կարծում եմ, որ ընտանիքը հեշտ ինստիտուտ չէ, հա, որը մի օրում տենց սիրուն պուպուշ բոլորի մոտ ստեղծվում է ու առաջագնում չէ, կան դժվարություններ եւ այո, այնտեղ պահանջվում է համբերատարություն, մեկը մյուսին հարգել, երբեմն կարծիքդ մի կողմ դնել, կարճ ժամանակում ու իրավիճակում, երբ կա սեր ու հարգանք, հա, այն գլխավոր սյուները, որոնք են մարդուն սիրում ես, լավ անգամ եթե շատ չես սիրում, հարգում ես, գնահատում ես նրա տարածքը, որ մարդ է դիմացդ։ Բայց այսօր հենց այդ է, մարդիկ մտածում են, եթե մի քիչ եմ սիրում, ինչու պահեմ այդ հարաբերությունը։ Դա իր մարդու իրավունքն է։ Ոնց պետք է այսօրվա երիտասարդությունը այդ մտածելակերպով փորձի սովորել պահել հարաբերությունները, թե պետք չի պահել, եթե զգում են, որ սերը պակասել է կամ եթե այն հիմնասյուները չկա հարգանք մարդու հանդեպ, չկա սեր, կա բռնություն, կա անարգանք, շատ անձնական իմ կարծիքն եմ, հա, ասում առանց փաթաթելու որևէ մեկի պարանոցին, ես կարծում եմ, որ պետքա փորձել, միշտ փորձել, տալ շանս, տալ հնարավորություն, տանջվել, բայց կարճ ժամանակով։ Եթե փտած է հիմքը, այդ փտած հիմքի վրա շենք չեն կառուցում։ Քո եւ գոռի հարաբերություններում եղել է այդպիսի կետ, որ դու մտածես այդ բաժանության կամ դաթարի մասին։ Չեն ունեցել։ Անկամ ճգնաժամային փուլեր, տենց թեթև են, թեկուզ առաջի տարիներին դժվարաբան, մենք չենք ունեցել դա, բայց դա դեռ չի նշանակում, որ մյուսներն էլ պիտի չունենան կամ ամեն ինչ այդքան պուպ, չէ, դժվար է։ Ընտանիք դժվար է, երկու տարբեր մարդիկ, բայց եթե գլխավոր այդ սյուները կա, պայքարեք, ստեղծեք, կառուցեք, տանջվեք, բայց եթե դրանք չկան, եթե հատկապես այդ ընտանիքում կա բռնություն, եթե այդտեղ երեխեք են մեծանում, որոնք ամեն օր դրա մեջ են, անառողջ մթնոլորտում, չգիտեմ, մեծացնել երեխա, գոյատևել, ես այդքան էլ դրա հետ համաձայն չեմ։ Բայց դա էլ որոշումն է կնոջ, որովհետև մենք շատ հաճախ այդպես գոռում ենք, ասում ենք, նորմալ չի, որ ծեծում են քեզ, նորմալ չի, որ երեխայիդ են ծեծում, նորմալ չի, որ սա է, նա է, բանա, հետո տեսնում ես, բայց շատ կանայք դա ընդունում են ու հարմարվում։ Դրա համար պետք չի ստիպել, պետք չի պարտադրել, յուրաքանչյուր ոք ապրում է այն կյանքը, որը
ընտրել է, որովհետև ուղղակի պիտի բավականաչափ քաջություն ունենալ ասել, որ ես չունեմ բավարար ռեսուրսներ, միջոցներ, որ հիմա դիմեմ այդ կերպ չեմ ուզում, որտեվ ինձ միգուցե այսպես ավելի կոմֆորտ է։ Շատ կանայք այդպես չէ, չունենալով աշխատանք, կրթություն եւ շատերը գիտեք չեն շատ դժվար է նաև միայնակ մամայի կնոջ համար առավոտից գիշեր աշ։ Ես այդպիսի օրինակ ունեցել եմ մի ծանոթ, որին շատ ապահով ապրում էր տենց ընտանիքում, բայց շատ վատ, հա, այդ ծեծի մեջ, բռնության մեջ, սարսափների մեջ։ Բայց ընտրում էր կոմֆորտը։ Բայց ես եղավ շրջան, երբ ասեցի, որ արի կօգնենք, կաշխատես, այո, պիտի գիշերն էլ աշխատես, պետքա ամանել, պետքա լվանաս, ոչինչ, հա, այն սկսենք ինչ որ բանից։ Հետո մարդը ընտրեց, որ ես չեմ կարա, բայց այդպես։ Եվ շատ օքեյ է, շատ նորմալ է։ Ուղղակի պիտի խոստովանել դա, ասել հիմա ես սա եմ ընտրում, չնվնվալ, զոհի կարգավիճակում չհայտնվել, բոլորին այդ դժգոհություններով տենց անընդհատ չսպանել։ Չգիտեմ, շատ հետաքրքիր է, շատ բարդ է, բայց կյանքը հետաքրքիր է։ Շնորհակալ եմ շատ Մերի անկեղծ բովանդակային զրույցի համար։ Հիմա մնացին իմ վերջին կարճ հարցերը։ Պետք է կարճ պատասխանել նաև։ Ընտանիքում ով է ավելի նեղացկոտ։ Ես երևի։ Ով է ավելի խանդոտ։ Ես երևի։ Ով է ավելի դիվանագետ։ Ես միանշանակ։ Ով է ավելի պահանջկոտ։ Պահանջկոտ։ Չգիտեմ, Երեխաների մեջ գուցե։ Փոքրը։ Ես երևի։ Դու։ Հա, երեխաների մեջ։ Գուցե նաև երեխաների մեջ լինեն։ Ես ու գոռն եմ այդ հարաբերության։ Ով է ավելի պահանջկոտ։ Երեխաները, երեքը։ Ով է ավելի խիստ։ Գոռը։ Եվ ով է ավելի շատ բողոքում։ Գոռը։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ ես էլ զրույցի համար։ Այսպիսին էր Մերի Ներսիսյանը Breakpoint-ի տաղավարում, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, լայքել, սրտիկել, կոմենտել, կհանդիպենք։